Կոմիտասը ծնունդով Օսմանյան կայսրության Քյոթայա քաղաքից է։ Կոմիտասի հայրը Գևորգ Սողոմոնյանը ծագումով Նախիջևանի գավառից էր, այսինքն արևելահայ էր, եւ այս առումով հատկանշական է փաստորեն, որ ծագումով Կոմիտասը արևելահայ իրականությունից էր։ Եվ այն խոսակցությունները, թե իբրև նրանք տանը միայն թրքախոս են եղել եւ Կոմիտասը միայն թուրքերենի է տիրապետել, պարզապես չափազանցված է։ Բանն այն է, որ նա վաղ մանկության շրջանում դեռևս 1 տարին չբոլորած կորցրել է մորը, այնուհետև մանկության վաղ շրջանում 10 տարին նոր բոլորած կորցրել է հորը։ Եվ նրա դաստիարակությունը հետագայում բարդ խնդիրների առաջ է կանգնել, նա սկզբից կրթությունը ստացել էր հայրենի բնակավայրում, այնուհետև հոր կողմից ուղարկվել էր Պրուսա, ժամանակակից Բուրսա, եւ այնտեղ ընդհատում է փաստորեն կրթությունը եւ նա հետագայում իր տատիկի հոգացությամբ եւ տեղի հոգեվոր առաջնորդության հոգացությամբ շարունակում է իր կրթությունը։ Եվ ահա հենց Քյոթայայի առաջնորդական տեղապահն է, որ նրա հետագա կյանքի գործունեության համար շատ կարևոր գործողություն է կատարում եւ այս մանուկին բերում է Սուրբ Էջմիածին եւ ներկայացնում է Գևորգ 4-րդ Կոստանդնուպոլսեցի ամենայն հայոց կաթողիկոսին։ Եվ այստեղից սկսում է Կոմիտաս վարդապետի գործունեության շատ հետաքրքիր շրջան։ Այդ պահին իհարկե դեռևս նա վարդապետ չէր։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։